Իհարկե Հիսուսը մեր սրտի տրանը կանգնած թակում է դուռը ու ասում է բաց ինձի որ ես ներս մտնեմ բայց շատ անգամ մենք որ իրան չենք ճանաչում որ ինքը Աստված է Աստված սեր է մենք գուցե մեր մտքով մեր շուրթերով ասում ենք որ Աստված սեր է բայց մեր հոգևոր աշխարհում այդպես լուրջ չենք հավատում, որ Աստված սեր է։ Եվ երբ որ ինքը թակում է մեր սրտի դուռը, ասում է բաց որ ներս մտնեմ։ Ինքը ասում է որ ներս մտնելու պատճառը նպատակը նա է, որ ես ուզում եմ քեզ հետ ընթրիք անեմ։ Բայց մենք շատ անգամ պատասխանում ենք իրան իմ պատմուճանս հանել եմ Զանիկա ինչպես հագնեմ Ոտքերս լվացել եմ զանոնք ինչպես ախտեղեմ Իմ սիրեկանս իր ձեռքը ծածեն երգնցուց ու անոր համար իմ աղիքս գալարվեցավ ու ես ելա որ իմ սիրեկանիս բանամ դուռը ու ձեռքերս զմուրս ու մատերես ընտիր զմուրս կաթեցին Ես իմ սիրեկանից բացի, բայց իմ սիրեկանս քաշվեր, գնացել էր։ Երբ անիկակ խոսեր, իմ հոգիս նվաղեցավ, Զանիկա փնտրեցի, բայց չգտա, Զանիկա կանչեցի, բայց ինձի պատասխան չտվեց։ Քաղաքի մեջ պտտող պահապանները զիս գտան, Զարտին վիրավորեցին զիս Պարսպին պահապանները քողը վրա ես վերցուցին ով Երուսաղեմի աղջիկներ ձեզ կերտմնցնեմ եթե իմ սիրեկանից գտնեք անորսեք թե ես սիրուց կնվաղիմ շատ հետաքրքիր է գրած մարդու հոգին առանց սիրո չի կարող ապրել Աստված մարդուն այդպես է ստեղծել բայց այդ սիրո հատկությունը սիրելու կարիքը պաշտելու փոխանակող վիասուն ուղղումա մարդկանց ու աշխարհին բայց Աստված այդպես է ստեղծել առանց սիրո մենք չենք կարող ապրել առանց սիրո մենք դժբախտ ենք մեր հոգու մեջ սեր պետք է լինի Հիմա մեր սիրեկանը մեր սրտի դուռը զարնում է, ասում է բաց ինձի, բայց իմ պատմուճանս հանել եմ, պատմուճանը հանելը պատճառ է լինում, որ մենք չհանդիպենք իրան, և երբ որ փոշմանում ենք, արդեն դուռը բացում ենք, ասում եմ սիրեկանս քաշվել գնացել էր, Երբ անիկակ խոսեր իմ հոգիս նվաղեցավ, Զանիկա փնտրեցի, բայց չգտա, կանչեցի, բայց պատասխան չեղավ, քաղաքի պահապանները զիս գտան ու վիրավորեցին, չգտա ես իրան չհանդիպեցի, բայց ով Երուսաղեմի աղջիկներ, ձեզ կերտմնցնեմ, եթե իմ սիրեկանից գտնեք, Անոր ասեք, թե ես սիրուց կնվաղիմ։ Ես չհանդիպեցի իրան, չեղավ այդ հանդիպումը, բայց ես ման եմ գալիս իրան, այդ ճանապարհին վիրավորում են զիս, հարվածում են, բայց ես ասում եմ, եթե իրան գտնեք, ասեք, որ առանց իրա սիրո, առանց իրա այդ հանդիպման, ես նվաղում եմ, մեռնում եմ, հոգեպես առանց իրա, Այս աշխարհը չի կարող ինձ բավարարել, ես բախուց դարձի եմ եկել, բայց ինչ եղավ պատճառը, որ չհանդիպեցի, պատմուճանս հանել եմ, եղբայրներ քույրեր ամեն անգամ, երբ որ Աստծու տված պատմուճանը հանում ենք, չի լում հանդիպում իր հետ,
Մենք իհարկե մտածում ենք, որ արդարությունը կազմված է բազմաթիվ կտորներից, չեմ խմում, չեմ ծխում, չեմ հայհոյում, չեմ շնանում 1, 2, 3, 4, 10, 100, 1000 Այս բոլորը պետքա իրար կարկատել ու մի հատ պատմուճան սարքել կտոր բայց պատմությունից հայտնի է որ Հիսուսի պատմուճանը կտոր չէր մի հատին գործել էր այդ պատմուճանը այս շորը որ իմ հաչինա թևերը առանձին են մնացածը բերում կարում են իրար Հիսուսի պատմուճանը մեկ ամբողջություն էր մենք մտածում ենք որ մեր արդարությունը ցուցակներն են չեմ խմում, չեմ ծխում, չեմ հայհոյում, ես չեմ անում են եւ ես ամենով ես պետքա կանգնեմ Տիրոջ առաջ Այդ հետաքրքիր է որ Հիսուսի պատմուճանի վրա նույնիսկ մարգարեություն կար որ այն մյուս շորերը եթե կիսեցին բայց պատմուճանի վրա վիճակ ծկեցին որ պատմուճանը մնա մեկ ամբողջություն կտոր չլինի ինչն է պատճառը որ իմ սիրեկանս իմ ու ձեռքերը ասում է զմուրս կաթեց ես իմ սիրեկանից բացի բայց իմ սիրեկանս քաշվել գնացել էր երբ անիկակ խոսեր իմ հոգիս նվաղեցավ ինչու չեղավ այդ հանդիպումը պատմուճանս հանել եմ եղբայրներ քույրեր Աստված ծերա եւ Աստված ասում է որ այն պահից որ դուք ու սրտում որոշեցիր որ հորդ տանը պետք է ապրես որ քո կյանքը Աստծո հետ հաղորդակցության մեջ է այն պահից որ դու բացարձակ հակառակվեցիր մեղքի բնությանը Այն պահից, որ դու Հիսուսին այո ասեցիր, այդ պահից դու ոչ մի գործ մի անի քո արդարանալու համար։ Իսկ ան որ չի գործեր, ինչ սարսափելի բան է, երբ որ մենք ինչ-որ գործեր ենք անում, որ արդարանանք, իսկ ան որ չի գործեր, բայց կհավատա անոր, որ ամբարիշտը արդարացնե, Անոր հավատք իրեն արդարություն կսպի Եղբայրներ քույրեր, սա ծուլության կոչ չի Պետքա ճիշտ հասկանալ ավետարանը Պողոս առաքյալն ա գրել այդ խոսքերը, բայց Պողոս առաքյալը շատ գործեր էր անում Աստծու սիրուց բխած Սիրում էր ինքը Հիսուսին ուզում էր ծառայել իրան Իր կյանքը նվիրած ասավ ես արդեն զգում եմ, որ նվիրվել եմ զոհ հրելու Պողոսն էր ասում էր Հիսուսի վերջի նշանները գրում եմ իմ արմենի մեջ ասում էր, որ իմ չարչարանքներով Քրիստոսի չարչարանքների պակասն եմ լրացնում այդ եղեցու շինության համար այդ թե ինչեր էր անում Պողոսը Բայց ոչ մի գործ չեր անում իր արդարանալու համար Ամեն ինչ անում էր բխած Աստծու սիրուց ամեն բան անկե անով եւ անոր համար Պողոսին բացվել էր ավետարանը որ այն պահից որ մենք մեր սրտում Հիսուսին այո ասեցինք Աստված մեզ պատմուճան հագցնում Քրիստոսի արդարությունը տալիս է մեզ որպես երկնային պարգև Երբ որ այդ պատմուճանը մեր հաճից հանում ենք մեր սիրեկանի հետ այդ հանդիպումը տեղի չի ունենում Հանդիպումը տեղի չունենալուց հետո մենք ընկնում ենք սարուծոր քման ենք գալիս Քաղաքի պահապանները
վիրավորում են մեզ, բայց մենք միևնույն անորից ասում ենք, գնացեք պատմեք իմ սիրեկանին, որ ես սիրուց նվախում եմ, որ այդ հանդիպումը որ չեղավ, ես կնվաղեմ, այնքան կնվաղեմ, մինչև որ Սուրբ Հոգին երկրորդ հայտնություն անի, որ արդարությունը Աստծո պարգև է, եղբայրներ քույրեր, Աստծո պարգև, երբ որ Պողոս առաքյալը հասկացավ, Սուրբ Հոգին բացեց, Հռոմեացիս 5-րդ գլխում նա գրեց, ասեց, որ եթե մեկ մարդու մեղքով Ադամի պատճառով մեղքը տարածվեցավ բոլոր մարդկանց վրա, Հիսուսի խաչով մեկ մարդու արդարությունով մեզ բոլորիս կյանքի և արդարության պարգևին առատություն եղավ։ Ասեն փառք ես Տեր, դու մեզ տալիս ես արդարության պարգև, Քրիստոսն է մեր արդարությունը, պարգև ես տալի, դու հայտարարում ես արդար, երբ որ ես իմ սրտում ասում եմ, որ իմ կյանքը դու ես, դրանից հետո տեղի ունենում հրաշք, Աստված բնակվում է մեր սրտերի մեջ, մենք սիրում ենք իրան, և այդ սերը մեզ դրդում է ծառայել իրան, զոհվել իր համար, իր սիրո համար, ոչ թե մեր արդարանալու համար, եղբայրներ քույրեր, հագնենք այդ պատմուճանը, ասենք, եթե մեր մեղքերը կրկնակի կարմիրի պես են, Աստված ձյունից սպիտականում, ասենք Տեր Աստված, մեր ականջին հնչում է, որ քու պատմուճանը հլա շատ կիսատ է, դու Տիրոջ տված պատմուճանը հանել ես, կամ չես էլ դիտակցել կյանքում այդ ոչ մի անգամ, և չի լում այդ հանդիպումը, հիմա հակառակորդը ասում է, որ ես ինչ է քո վիճակը, ես ինչ է դու քու մեղքերը կրկնակի կարմիրի պես են, լեռներից մեծ են, դու ինչ ունես դու Աստծո հետ, եղբայրներ քույրեր, դա այն վիճակն է, որ մենք Աստծո տված պատմուճանը հանել ենք, մեր պատմուճան ուզում ենք սարքել, էներգիսատ պռատա չի ստացվում, եղբայրներ քույրեր, մեր սրտում պետք է ասենք, Աստվածը Քրիստոսի խաչով մեզ արդար հայտարարում, երբ որ մենք մեր սրտում ասում ենք, այո, քեզ ենք ուզում, եղբայրներ քույրեր, մենք ուզում ենք, որ պատմուճանը հագնենք, ասենք Տեր, մենք ուզում ենք հագնել պատմուճանը, և նոր նստել սեղան, հանդիպում ունենալ մեր սիրեկանի հետ, մենք ասենք Տեր, փառք ես, եթե իմ մեղքերը կրկնակի կարմիրի պես են, դու որ տալիս ես Հիսուսի արդարության պատմուճանը, դու այդ մեղքերը ջնջում ես, եղածը չեղած ես համարում, հիմա եթե ես Հիսուս քեզ այո եմ ասում, ես ուզում եմ այդ հանդիպումը, ես չեմ հավատում, որ ես աշխարհում կյանք կա, իմ այդ հավատքի հիման վրա, դու տալիս ես ինձ արդարության պատմուճան, թող սատանան գոռա մեղավոր, թող ամբողջ աշխարհը գոռա մեղավոր, թող քո զգացմունքները գոռան մեղավոր, Աստված քեզ հայտարարում է արդար, հաճի այդ պատմուճան ես պահին, ասա փառք ես Տեր, դու սեր ես, դու եկել ես արդարության նվեր տալու ինձ իմ սրտի որոշման հիման վրա, դու ինձանից պահանջում ես որոշում, ես այդ կարող եմ անել, ես չեմ կարող մեղքի բնությանը հաղթեմ, ինք ասում է, ես դա չեմ էլ պահանջում քեզանից, դու այդ պատմուճանը մի հանի հաճիցդ, դու հաճի այդ պատմուճանը հավատա, և երբ որ ես կբնակվեմ քո սրտի մեջ, մարմինը կմեռնի մեղքի համար, ես քո մեջ կհաղթեմ մեղքի բնությանը, թաքու գործը չի, մեղքի հետ պատերազմ անելը իմ գործն է, ես եկել եմ քեզ ազատեմ այդ պատերազմից, քո ամբողջ նպատակը այդ պատերազմում հաղթություն ունենա, թող փոխվի քո նպատակը, ասա Տեր, իմ նպատակը քեզ ունենալն է,
Իսկ քեզ ունենալուց հետո դու կհաղթես մեղքին, փառքես Տեր։ Թող մեր նպատակը փոխվի, մենք մանուկ չլինենք, այր լինենք, փառքես Տեր։ Հիմա ես ուզում եմ եղբայրներ քույրեր, որ Աստված օգնի մեզ այդ պատմությանը հագնենք։ Մեր մարդկային արդարության պատմությանը ինչքան ակիսատ մի կողմ շպրտենք, ասենք Տեր, անառակ որդու նման մենք ինչ ունենք։ Մենք ունենք մեր սրտում որոշում, որ առանց քեզ կնվաղենք։ Մենք ուզում ենք, որ դու օգնես, ու Սուրբ Հոգու երկրորդ գործը կատարվի, քո պատմությանը մենք հագնենք եւ հանդիպենք մեր հոգու սիրեկանին, որ ինքը մեր սրտում ընթրիք հանի, ինքը լցնի մեր սիրտ Աստծո սիրով, մենք կշտանանք դրանից, սոված եք, իրանով կշտանանք։